Ակունք ռադիոհանդես ներկայացնում է Հասմիկ Գուլակյանը։ Սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա հաղորդումը նվիրված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի «Մովսես խորենացու դարը» մենագրությանը։ Այն ուզում եմ սկսել 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփաներից մեկի հետևյալ արտահայտությամբ. Ճշմարտությունն ի հայտ է գալիս այն բանից հետո, երբ արված են բոլոր հնարավոր սխալները։ Բանաձևային այս սահմանումը ասես ելակետային էր դոկտոր Ալբերտ Մուշեղյանի համար, երբ ձեռնարկեց այս չափազանց կարևոր ուսումնասիրությունը։ Բանն այն է, որ 19-րդ դարի կեսերից համեմատական բանասիրության և պատմահամեմատական մեթոդի բուռն զարգացման շրջանում հայ բանասերներին և պատմաբաններին առաջադրվեցին խնդիրներ, որոնց մի զգալի մասը մինչ այժմ լուծված չէ։ Միջազգային տերմինով ասած, սուպերկրիտիցիզմի այս շրջանում հիշյալ հոսանքի ներկայացուցիչները, երգքննադատները, հորինեցին մի բավական անշնորհակալ զբաղմունք, որը մինչև մեր օրերը դարձել է հոբբի նրանց չակերտյալ գիտական ժառանգորդների համար։ Ավելի պարզ, նրանք սկսեցին վերանայել դարերով ձևավորված ավանդական պատկերացումները նշանավոր հայ պատմիչների ու մատենագիրների և նրանց թողած գրական ժառանգության դասակարգման վերաբերյալ։ Այս լույսի ներքո մեր պատմահոր Մովսես խորենացու հայոց պատմությունը, որ հունահռոմեական դասական չափանիշներով գլուխգործոց է, համաշխարհային ժամանակագրության մի եզակի նմուշ, դարձավ 19-րդ դարի երկրորդ կեսի գերքննադատների և հետագա շրջանի նրանց չակերտյալ սաների մտավարժանքի առարկա, թիրախ, բառիս բուն իմաստով։ Եվ դա ոչ առանց քաղաքական նպատակների։ Այդ սայլին հետագայում լծվեցին նաև հայաստանցի և հայանուն շատ գիտնականներ, ստեղծելով իրենց տեսություններն ու հայեցակարգերը, փորձելով պապից ավելի պապական երևալ, արդյունքում տալով հակագիտական արտադրանք։ Հավանական ու անհավանական ինչ մեղքեր ասես, որ չվերագրեցին պատմահորը, արհամարհելով գիտական էթիկայի և մտավորականի վարքականոնը, ինչ պիտակներ ասես չտվեցին նրան։ Իրականում այդ ամենը բումերանգի էֆեկտով վերադարձավ իրենց դեպի ելման կետը, էլ ավելի վեհացնելով ու բյուրեղացնելով պատմահոր անհավասարելի կերպարն ու գործը ընդհանուր խորապատկերի վրա։ Դոկտոր Ալբերտ Մուշեղյանի «Մովսես խորենացու դարը» աշխատությունը, որ համարձակվում եմ ասել խորենացիագիտության գլուխգործոց է, ոչ միայն պատասխանում է պատմահոր հին ու նոր և բոլոր ժամանակների ընդդիմախոսներին, այլև տեղ չի թողնում որևէ ոտնձգության համար։ Եթե պատմահոր ընդդիմախոսները նախկին բոլոր մեղադրանքները թխել են իրարից, ուռճացրել, գլորել պատմության այս կամ այն հատվածում ձնագնդի նման մեծացնելով, մերօրյա գիտնականը, որի ժամանակակից է լինելը պատիվ է մեզ համար, այնպիսի աղաղակող ճշմարտություններ է բացահայտել, որ վայրկյան առաջ ուզում ես գիրքը թարգմանված տեսնել հատկապես արևմտյան լեզուներով, որովհետև հենց արևմուտքն է սանձազերծել հակագիտական և հակահայկական այս պատերազմը հայագիտության դեմ, ջուր լցնելով թուրքական պետական քաղաքականության ջրաղացին։ Առավել մանրամասներ ներկայացնելու խնդրանքով ակունքն այսօր հյուրընկալել է իր լավ բարեկամ Ալբերտ Մուշեղյանին։ Բարև ձեզ, պարոն Մուշեղյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր զրույցի հրավերը պատրաստակամորեն ընդունելու համար։ Թող հաճոյախոսություն չթվա, երանի եմ տալիս բոլոր նրանց, ովքեր նոր պետք է կարդան ձեր աշխատությունը։ Դա անշուշտ լինելու է մի երանելի հանդիպում գիտական բանավեճի շրջանակում, բանավեճ, որ ոչ միայն պատասխանում է անլուծելի թվացող շատ հարցերի, այլև սովորեցնում է գիտական բանավեճի կուլտուրա։ Խնդրում եմ ասեք, երբ և ինչու է սկսվել գրոհը խորենացու հայոց պատմության դեմ, ով էր այդ պայքարի առաջնորդը։ Խորենացու ապրած դարի նկատմամբ կասկածը չի ծագել 19-րդ դարի վերջից, այլ 18-րդ դարի սկզբից և դրա ռահվիրան, այսպես ասած, չակերտավոր եղել է ֆրանսիացի հայագետ Մաթյուրեն Լակրոզը։ Այն ժամանակ նա մի վարկած առաջադրեց, իբրև խորենացու պատմության մեջ կան բանաքաղություններ 9-ից 10-րդ դարում ապրած հրեա պատմագիր Յոզիպոս Բեն-Գորիոնից և մասսայաբար ցույց էր տալիս նա այդ տեղերը խորենացու պատմության մեջ որպես բանաքաղություններ
ավելի ուշ անգլիացի Վիստոն եղբայրները, որոնք լատիներեն թարգմանեցին Մովսես Խորենացու պատմությունը եւ աշխարհագրությունը, մեր ցանոթ աշխարհացույցը, նրանք իրենց լատիներեն թարգմանության տողատակերում մի արմի ցույց տվեցին, որ բոլոր այն քաղաքացիները, բանակահաղությունները, որ մատնանշում է ֆրանսիացի հայագետը, բոլոր այդ բանակահաղությունները արված են առաջին դարի հրյա պատմագիր Հովսեփոս Ֆլավիոսից, որից հետագայում 9 դար հետո ապրած այդ Յոզիպոս Բենգորիոնը բառացի բանակահաղություններ է արել եւ նրա աշխատությունը, այդ պատմագրական աշխատությունը ամբողջությամբ բանակահաղությունն է Հովսեփոսից եւ մյուս հեղինակներից։ Եվ սրանով կարծես թե հարցը փակվեց։ Բայց ահա 1883 թվականին բրիտանական հանրագիտարանի 16-րդ հատորում գերմանացի արևելագետ, իրանագետ, նաև հայագետ Ալֆրեդ ֆոն Գուտշմիդտը հանդես եկավ Մովսես Խորենացուի ընթերցակ հոդվածով, որտեղ հակառակ իր 1877 թվականին հրատարակած բրոշյուրի Մովսես Խորենացու պատմության արժանահավատության մասին խորագրով սկսեց մի առմի ցույց տալ այնպիսի փաստեր, որոնցով ցանկանում էր ապացուցել, որ Խորենացին ապրել է ոչ թե 5-րդ դարում, այլ 7-րդ դարի առաջին կեսին։ Եվ այդ փաստերը իրոք գոյություն ունեին Խորենացու պատմության մեջ։ Նա վկայակոչում էր 4 հայքերի ստեղծման փաստը, որոնք կազմավորել է Հուստինիանոս առաջին կայսրը 536 թվականին 31-րդ նովելայով հրովարտակով։ Կային այլ պատմական փաստեր, որոնք հստակ ցույց էին տալիս, որ այդ փաստերին տեղյակ հեղինակը չի կարող ապրած լինել 5-րդ դարում։ Հաջորդ կարևոր փաստը, որ մատնանշում էր Գուտշմիդտը, դա այն էր, որ պարսիկները 608 թվականին Խոսրով Փարվեզի ժամանակ հասել էին մինչև Բոսֆորի ափերը եւ գրավել Կոստանդնուպոլսի տարածքը։ Այն ժամանակ դա մտնում էր Բյութանիա գավառի մեջ։ Եվ հա այս փաստը եւս գալիս էր ցույց տալու, որ Խորենացին տեղյակ է այդ փաստին, պետք է ապրած լինի 7-րդ դարից հետո, 8-րդ դարում։ Այսպիսի մի շարք փաստերով նա կոնկրետ հիմնավորեց, իսկապես հիմնավորեց Խորենացու հետագա դարաշրջանի, հետագա դարերի հեղինակ լինելու փաստը։ Եվ Գուտշմիդտից հետո անմիջապես այս փաստերը որսացին արդեն հայ հեղինակները, այնպիսի պատմաբան, բանասեր եւ նշանավոր դիրքի հեղինակ, ինչպես Լազարյան Ճեմարանի տեսուչ Գրիգոր Խալաթյանցը, Մխիթարյաններից Ներսես Ակինյանը հետագայում, ուրիշ շատ հայագետ պատմաբաններ ընկրկեցին պարզապես այս փաստերի առջև եւ իրենք եւս սկսեցին իրենց աշխատություններում հետզհետե ամրապնդել այն միտքը, այն գաղափարը, որ իսկապես Խորենացին ապրել է հետագա դարերում, որ մեր պատկերացումները ավանդական Խորենացու մասին եղել են սխալ եւ այժմ պետք է վերանայել։ Իհարկե կային նաեւ փոքրաթիվ հայագետներ, որոնք մինչև վերջ պաշտպանում էին ավանդական Խորենացու մասին իրենց ունեցած պատկերացումները, որ Խորենացին իսկապես ապրել է 5-րդ դարում, որ այդ բոլորը հետագա ընդմիջարկությունների հետևանք է, ընդմիջարկություններ, այսինքն հատվածներ, որ հետագա դարերում արտագրող գրիչները լուսանցագրություններից մուծել են տեքստի մեջ եւ դրա հետևանքով առաջ են եկել այդ թյուրիմացությունները։ Ներեցեք, ձեզ ընդհատում եմ, պարոն Ուշեղյան, հայ պատմաբանների մասին է հատկապես խոսքը, հայ մասնագետների մասին է խոսքը։ Արդյոք նրանք չէին կարդում բնագիրը, արդյոք չէին կարող նրանք սեփական վերլուծություն կատարել եւ ոչ թե օտարի պատրաստի կարծիքը տեսակետը վերցնել եւ շրջանառության մեջ դնել։ Խոսքը գնում է ոչ միայն այդ նշածս պատմաբանների մասին, այլ այնպիսի պատմաբաններ խոշոր, ինչպես Նիկողայոս Ադոնցը եւ
Հակոբ Մանանդյանը, նրանք նույնպես եկան այդ կարծիքին, որ խորենացին ապրել է 8-ից 9-րդ դարում։ Նույնիսկ 1934 թվականին Մանանդյանը հրատարակեց մի աշխատություն խորենացու առեղծվածի լուծումը, որտեղ ցույց էր տալիս, որ խորենացու պատմությունը գրվել է 855-ից 861 թվականների միջակայքում։ Այսինքն մի բան, որ մենք նույնիսկ այսօրվա մեր որևէ հեղինակի ստեղծած գրքի մասին չենք կարող այդքան ճշգրտությամբ ասել։ Այսօրվա ապրող հեղինակի որևէ գործի մասին մենք չենք կարող այդպիսի ենթադրություն անել։ Դա անում էր գրեթե 1500 տարի առաջ գրված մի պատմության մասին, որը նա տեղափոխում էր ուրեմն 9-րդ դար Մովսես Խորենացուն համարելով Բագրատունյաց շրջանի պատմիչ, որը ապրելով Բագրատունյաց պալատում ծանոթ է եղել բյուզանդական կայսրության անցուդարձին, այն փաստերին, որոնք նշված են իր պատմության մեջ, եւ արդեն 9-րդ դարում իհարկե նա կարող էր տեղյակ լինել եւ պարսիկների Բյութանիա գրավելու փաստին 7-րդ դարի սկզբում եւ այդ 4 հայքերի ստեղծմանը, ուրիշ շատ փաստեր։ Վերջերս ես ներկայ էի մի ատենախոսության պաշտպանությանը արաբական գրականության գծով, արաբական տոհմերի առաջացման վերաբերյալ մի ատենախոսություն էր, որտեղ տողատակում դարձյալ նշված էր, թե այդ հարցերին տեղյակ Մովսես Խորենացին նույնպես ապրել է 9-րդ դարում եւ լավ ծանոթ է եղել ուրեմն տոհմերի ծննդաբանությանը։ Պատկերացնում եք, այսօր նույնիսկ այս գիրքը հրատարակվելուց հետո ինչ կարելի է ասել 20-րդ դարի սկզբի մասին, երբ որ այդ պատմական փաստերը դրվում էին սեղանի վրա եւ ոչ ոք որևէ կերպ չէր կարողանում հերքել դրանք։ Պարոն Մուշեղյան, մեր օրերում հայկյան թագավորներին նույնիսկ սկյութական ծագում վերագրեցին։ Այս մասին մեր զրույցի ընթացքում դեռ կխոսենք, բայց հիմա կուզեի դուք պատասխանեք հետևյալ հարցին. ինչու էին սխալվում հայ դասական պատմաբանները Խորենացու ժամանակաշրջանի հարցում, ինչու չէին կարողանում նրանք ճիշտ եզրահանգումներ անել։ Ես հիմա դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև ես ինքս երկար զբաղվեցի գրեթե 2 տասնամյակ այս հարցերով եւ իմ նպատակն էր այս գիրքը գրելու ժամանակ, ձեռնարկելու ժամանակ ոչ թե խոսքի համոզչությամբ կամ ինչ-որ դատողություններով հասնել իմ նպատակին, ցույց տալ, որ Խորենացին ապրել է 5-րդ դարում, ոչ, իմ նպատակն էր սկզբից եւ այդ հունահռոմեական, ասորական գրականության մեջ աղբյուրներում, սկզբնաղբյուրներում, նաեւ Սասանյան արձանագրություններում բոլոր հնարավոր սկզբնաղբյուրները ուսումնասիրելով գտնել այդ փաստերը օտար աղբյուրներում դնել սեղանին այս մարդկանց գիտնականների, պատմաբանների առջև եւ ասել, որ ձեր հարցերի պատասխանը ահավասիկ հին հնագույն աղբյուրներում։ Իմ մեթոդը այսպեսին է եղել։ Ինձանից առաջ թույլ տվեք ասել, որևէ մեկը այսպիսի նպատակ չի դրել իր առջև։ Մեր լավագույն հայագետները, որոնց առաջ ես խոնարհվում եմ, ինչպես Մալխասյանն, Աբեղյանը, մյուսները, մեծ մասը այդ պատմական փաստերը հերքելու համար ընտրել են ահա այդ մի արտահայտությունը, ընդմիջարկություն է, հետագա դարերի ընդմիջարկություն, բայց դա այնպիսի պատճառաբանություն է, այնպիսի փաստարկ, որ բազմիցս կրկնելուց հետո մաշվել էր այդ բառը եւ այլևս որևէ մեկի վրա ազդեցություն չէր թողնում։ Դրա համար ամեն 30 տարին մեկ այդ փաստարկները նորից բարձրացվում էին վահանի վրա, ասպարեզ էին նետվում եւ դարձյալ բարձրանում էր Խորենացու ապրած դարի հարցը, որ նա ապրել է հետագայում, որ հայերը ամեն կերպ աշխատում են ցույց տալ, որ իրենց պատմահայրը 5-րդ դարի հեղինակ է, եւ դա շատ լուրջ փաստարկ էր նրանց կողմից, այդ պատմական փաստերի առաջադրումը։ Գիտեք ինչ նշանակում ունենալ համաշխարհային ժամանակագրություն, ինչպիսին է Մովսես Խորենացու պատմությունը 5-րդ դարում։ Ես իմ այս աշխատությունը սկսել եմ նշանավոր բյուզանդագետ, բյուզանդական գրականության պատմաբան Կարլ
Կրումբախերից բերված մի մեջբերումով, որտեղ նա վկայում է, որ գոյություն ունեցող եւ մեզ հասած առաջին երկու հունարեն համաշխարհային ժամանակագրությունները վերաբերում են 6-րդ դարի երկրորդ կեսին կամ 7-րդ դարի սկզբին։ Պատկերացնում եք այս պայմաններում ունենալ մի հայ հեղինակ, որը այդպիսի համաշխարհային ժամանակագրություն է գրել մարդկության արմատից մինչև 440 թիվը, եւ սա գրել է 5-րդ դարում, ասենք 470-ական թվականներին, դա մեծագույն պատիվ է այն ժողովրդի համար, որին պատկանում է պատմահայրը։ Եվ մենք սա լավ պետք է հիշենք, եւ ես այստեղ հենց առաջին այդ երկու խոսք վերնագրի տակ նշել եմ, որ մեր ժողովուրդը բարոյական պարտք եւ պատասխանատվություն ունի իր բարոյական նկարագրով արժանի լինելու իր պատմահորը, որովհետեւ այդպիսի մեծագույն հայրենասեր, ինչպիսին խորենացին է, չի ասի թե բոլոր ժողովուրդները ունեն եւ բոլորը կարող են պարտենալ այդպիսի մեծությամբ։ Ես ասացի ինչպիսին է եղել իմ մեթոդը եւ կուզեի նաեւ մի հարցի անդրադառնալ 1982 թվականին մի անգամ ուրեմն կանչեց ինձ ինստիտուտի տնօրեն երջանկահիշատակ ակադեմիկոս Էդվարդ Ջերբաշյանը եւ հարցրեց թե Անվերտ ինչով ես զբաղվում։ Ես ասացի որ ես հիմա գրում եմ իմ դոկտորական դիսերտացիայի ատենախոսության թեման է Գյոթեն եւ հայ գրականությունը։ Ինքը մի րոպե ընդմիջեց, մտածեց եւ ասաց ես համոզված եմ որ դա շատ լավ գիրք կլինի, բայց հիմա արտասահմանում խիստ սրվել է հայ հին մատենագրության հարցը, Մովսես Խորենացուն դուրս են բերում 8-րդ դարի հեղինակ, լավ կլինի դու թողնես այդ բանը հետագա ժամանակի, հիմա տեղափոխվես հին մատենագրության բաժին, լեզուներ գիտես եւ այլն, եւ դա հիմա խիստ անհրաժեշտ է առաջին հերթին զբաղվել դրանով։ Ու այստեղից սկսեց իհարկե Խորենացուն հին մատենագրությունը գիտեի, դրանք եղել են միշտ իմ ուշադրության կենտրոնում, դեռ 50-ական, 60-ական թվականներից, դեռ համալսարանից հայ մատենագրությամբ ես խիստ հետաքրքրված էի եւ ինձ համար նորություն չէր Խորենացին, բայց հարցը չափազանց պատասխանատու էր եւ ես պետք է արմատապես քննեի այդ հարցը, քննեի պատմական ասպեկտով, ոչ միայն գրական, ոչ միայն բանասիրական, այլև պատմական, բայց հին մատենագրությամբ զբաղվող յուրաքանչյուր մեկը լավ գիտի, որ պատմական փաստերի պակասի պայմաններում առաջին օգնությունը պատմաբանի համար դա դասական բանասիրությունն է, աղբյուրների համեմատությունը, նույնիսկ տեքստերի քննությունը, տեքստերի համեմատությունը, պատմահամեմատական մեթոդը եւ այլն։ Մի խոսքով ես ձեռնարկեցի այս գործը ըստ ամենայն վճռականությամբ ելնելով այս բանից։ Ի վերջո, եթե իսկապես Խորենացին կապացուցվի, որ 8-րդ դարի հեղինակ է, թող այդպես է լինի, եթե իրոք այդպես է, բայց այդ խոսակցությանը վերջ պիտի տրվի իսկապես մեկընդմիշտ, այո, որովհետև եթե մեկը վերցնի ժամանակագրությունը ամբողջ մեր այդ 19-րդ դարի վերջից մինչև 1978 թվականը, որ երբ որ Ռոբերտ Թոմսոնը Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչը հրապարակեց իր Խորենացու պատմության անգլերեն թարգմանությունը եւ իր ընդարձակ ներածությունը այդ թարգմանության արդիվ շուրջ 90 էջ։ Այո, շուրջ 90 էջ, որտեղ նա նույնիսկ Խորենացուն որակում է չափազանց տհաճ անախորժ արտահայտություններով, ուրեմն գիտնականին ոչ վայել բառապաշար օգտագործելով։ Ոչ վայել, բայց ուզում եմ ասել, որ ամեն 20-30 տարին մեկ այս հարցերը ասպարեզ են նետվել եւ քննարկվել նորանոր ուժով։ Նշանակում է ես ինձ վրա այդպես վերցնում եմ շատ լուրջ պատասխանատվություն եւ դրա հետ միասին մեծ վճռականություն ի վերջո լուծելու այս հարցերը կամ վերջնականապես ապացուցել որ իսկապես Խորենացին այդ հետագա շրջանի հեղինակ է։ Պարոն Ուշեղյան,
Ինչու խորենացու ժամանակաշրջանի հարցը քաղաքականացվեց։ Ինչու քաղաքականացվեց։ Ես այս հարցին ուշադրություն դարձրել եմ եւ դուք տեսեք, ես հիշատակեցի մի քիչ առաջ 1877 թվականին Գուչմիդի հրապարակած այդ փոքրիկ բրոշուրը Մովսես Խորենացու պատմության արժանահավատության մասին։ Այստեղ Գուչմիդը խոսում էր Խորենացու արժանահավատության մասին եւ բերում էր փաստեր, որոնք վկայում էին, որ իսկապես Խորենացին 5-րդ դարի հեղինակ է եւ նույնիսկ հակասություններ, որ կային, ասենք Ֆլավիոսի եւ մյուս հեղինակների եւ Խորենացու միջև, նա որոշ դեպքերում լուծում էր հոգուտ Մովսես Խորենացու։ Բայց ահա, անցավ մի քանի տարի, նա գրեց բրիտանական հանրագիտարանի այդ հոդվածը, որի մասին դարձյալ մի քիչ սկզբում ես հիշատակեցի, բոլորովին հակառակ տեսակետից, հակառակ դիրքերից խստագույնս քննադատելով Խորենացուն որպես կեղծարարի, նա նրան դուրս էր բերում, ուրեմն որպես 7-րդ դարի առաջին կեսի հեղինակ։ Ինչ էր տեղի ունեցել մինչ այդ։ Ինչպես գիտեք, 1877-78 թվերին տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմը, որտեղ 78 թվականին տեղի ունեցավ Բերլինի կոնգրեսը, որտեղ հայտնի բան է, դեռ դպրոցից գիտեն մեր աշակերտները նույնիսկ, որ հայկական հարցը 16-րդ կետից հետ տարան դարձավ 61-րդ կետը, մի խոսքով հայկական հարցը ընկավ հետին պլան։ Եվ ահա այս հանգամանքը խիստ ստերեոտիպին ազդել էր կամ Գուչմիդի վրա, կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով հարկավոր էր նաև բանասիրության մեջ, արևելագիտության մեջ ցույց տալ այդ 5-րդ դարի նշանավոր հեղինակի հետ կապված այդ կեղծիքը եւ այս կողմից եւս վարկաբեկել ժողովրդին, մեր ժողովրդին, իհարկե այստեղ դեր էր խաղում նաև այն վերաբերմունքը հանդուրժողական, որ կար այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի նկատմամբ, նրանց հայերի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բռնադատող քաղաքականության նկատմամբ եւ այլն, ու դա վճռական, այսպես դեր խաղաց նաև Գուչմիդի բանասիրական, պատմագիտական տեսակետների վրա։ Հնդածս նաև ավելացվեց հայ ժողովրդի եկվորության տեսակետը։ Այո, իհարկե, այդ եկվորության տեսակետը նաև մեջտեղ եկավ եւ դժբախտաբար եկվորության տեսակետի կրողներից մեկն էր նաև մեր արդեն հիշածս խոշոր պատմաբաններից Հակոբ Մանանդյանը, որոնք հենվելով Ստրաբոնի մոտ եղած մի հիշատակության վրա, այնուհետև լատին գրող պատմագիր Պոմպիոս Տրոգոսի մի վկայության վրա, որ ինչ որ թեսալացի մի արմեն եկել է իբրև թե Յասոնի հետ, այդ նշանավոր ոսկե գեղմի արգոնավորտների առաջնորդի հետ եկել է Կովկաս եւ այստեղ տեսել է Հայաստանը, Իրանով կոչել է Արմենիա եւ այլն, այս բոլորը հելենիզմի ծավալապաշտական դարաշրջանի առասպելներին եւ ահա այս փաստերը մեջտեղ են բերում ցույց տալու համար, թե իբրև հայերը նույնպես եկվոր են, որը պնդում էր թե արմեն կոչված այդ անձնավորությունը եղել է Փրյուգիայից, մյուսները Թեսալիայից եւ այլն, մի խոսքով ստացվում էր, որ եկվոր արմենների ապրած երկրում, եթե հիմա ապրում են թուրքերը, դրա մեջ որևէ բան չկա, ինչպես որ դուք եք ժամանակին եկվոր, այնպես էլ մենք ենք հիմա եկվոր եւ հայերը այլևս որևէ բարոյական իրավունք չունեին իրենց բնիկ լինելու վրա պնդելու, իրենց տեղաբնակ լինելու փաստարկը հիմնավորելու։ Ավելին, պարոն Ուշեղյան, հայերին համարեցին աշխարհում առաջին ցեղասպան ժողովուրդը, որ եկել էր այս տարածք, բնիկներին վերացրել եւ ինքը հաստատել էր եւ ես ասեմ, որ նրանք նույնիսկ որոշ շրջանում, ասենք թե թուրք պատմաբաններ, ինչպես Գյունալտայ, ուրիշներ, այսօր են տխրահրճակ Հալաչօղլուն, ապացուցում են, թե
հայերը հին թուրքական ցեղեր են քրիստոնեություն ընդունած եւ մեր նշանավոր տոհմերը Պահլավունու եւ Մամիկոնյանների տոհմերը համարում էին ուրեմն իրենց մոտ այդպես հայտնի կարակոյունլու եւ ակկոյունլու ցեղեր կան, այսինքն սպիտակ ոչխարի ցեղ եւ սև ոչխարի ցեղ, թե քոչվորներն առհասարակ իրենց ցեղերը որոշում էին ոչխարի գույներով, նույնիսկ Վարդան ասում է Մամիկոնյանին համարում էին եւ մեր նշանավոր զորավար Պահլավունուն սպարապետ համարում էին ուրեմն ահա այս սպիտակ եւ սև ոչխարների ցեղերից։ Պարոն Մուշեղյան, դա օտարների արածներ, մենք կարող ենք օտարների արածի մասին երկար խոսել, բայց ուզում եմ գանք նաև մեր իրականություն եւ տեսնենք ինչ է կատարվում մեր շուրջը։ Դառնանք խորենացու պատմությանը։ Հայք Նահապետի 6-րդ շարավիղը Արամը եւ նրա քաջագործությունները արժանացել են պատմահոր ուշադրությանը։ Սակայն նրա պատմած ավանդույթները տարբեր մեկնություններ եւ գնահատականներ են ստացել եւ այսօր էլ ստանում են։ Արամ անունը հայ ժողովրդի երկրորդ էթնոնիմն է, դուք դա շատ լավ գիտեք։ Ինչու պետք է տարակարծություններ լինեին այս հարցի շուրջ։ Ավելին, մեր օրերում հայկյան թագավորներին նույնիսկ սկյութական ծագում վերագրեցին։ Ինչ է սա նշանակում։ Ինձ համար հոգեբանորեն եւ մարդկային առումով բոլորովին անհասկանալի է։ Ըստ էության եղել է մի վարկած, որ առաջ էր քաշել 40-ական թվականներին դեռ Գրիգոր Ղափանցյանը, որ մեր առաջին հայկյան թագավորներից պարույրը դա ասորեստանյան աղբյուրներում հիշված Բարդատուն է կամ Պարտատուան, մի փաստարկ, որ նույնիսկ Դիակոնովը իր ժամանակին հերքել է։ Չեմ ասում այն մասին, որ հերքված է դա նաև հայժող պատմության մեջ հենց Սուրեն Երեմյանի կողմից։ Նրանից հետո ուրեմն մեր օրերում ճանաչված պատմաբան Բաբկեն Հարությունյանը առաջ քաշեց նորից տարավ այս տեսակետը եւ դարձյալ հիմնավորվեց այդ վարկածը իբրև հայկյան թագավորները սկյութական ծագում ունեն։ Նա առաջ է քաշում ուրեմն նաեւ դրասխանակերտցու մի վկայությունը ասքանազյան ծագման մասին մեր ժողովրդի, իսկ ասքանազը համարվում էր ուրեմն սեմական ծագում ունեցող ժողովրդի նախահայրերից մեկը, իսկ որոշ դեպքերում նաև իբրև սկյութների տոհմի, սկյութների ցեղի հիմնադիրը։ Եվ ահա այս վարկածը նույնպես եկավ իբրև հաստատելու պարույրի եւ նրա տոհմի ու հայկյան հաջորդ թագավորների սկյութական ծագման մասին։ Ես հիմնավորապես հերքել եմ այս բանը, Արամ անունը որպես հայ ժողովրդի երկրորդ ցեղանուն այդ ընդարձակ բաժնում եւ ցույց եմ տվել, որ դա որևէ պատմական եւ բանասիրական որևէ հիմք չունի։ Ընդ որում որոշ դեպքերում դա կապվում է հայ ժողովրդի ծագում այդ Արմենիա անունը որոշ դեպքերում կապվում է Արամ անվան հետ, որոշ դեպքերում 7-րդ դարի սկզբին ապրած մի ինչ-որ Էրիմենա ուրարտական թագավորի հետ, որի մասին արձանագրություններում կոնկրետ հիշատակություն չկա թագավորած լինելու մասին, անունը կա, հիշվում է միտեղ իբրև հայրանուն թագավորի ուրարտական, բայց ուրեմն սա նույնպես գալիս է հիմնավորելու, որ իբրև թե Էրիմենա անունը հիմք է ծառայել մեր ժողովրդի արմեն անվան համար եւ ուրեմն ստացվում է թե հայ ժողովրդի կազմավորումը կամ արմեն անունը գալիս է ընդամենը մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում եւ ցավոք սրտի մեր 6-րդ դասարանի նույնիսկ պատմության մեջ ահա կազմավորումը հայ ժողովրդի վերջնական ավարտը կազմավորման դրվում է դարձյալ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Պարոն Մուշեղյան, ձեր խոսքում դուք մի քանի անգամ ասացիք, որ 20-30 տարին մեկ սկսում են արծարծել խորենացու ժամանակաշրջանի հարցը։ Մեր այս ժամանակներում նույնպես այդ հարցը օրակարգում է։ Ինչու՞։ Ինչն է խթանում։ Ես ասացի, հիմնական պատճառը այն է, որ այդ փաստերը մինչև հիմա ըստ էության չէին հերքվում։ Խղճի մտոք ասած, այնպիսի խոշոր արևելագետ հայագետներ ինչպես Մարկվարտը
նույնպես գտնում էր, որ խորենացին ապրել է 9-րդ դարում։ Հենց այս փաստերը նկատի ունենալով նա այնպիսի մեծ վստահություն ուներ խորենացու գրքում արտարծված պատմական աշխարհագրական փաստերի նկատմամբ, որ գրեց մի աշխատություն Էրանշահր խորագրով ամբողջ հիմնականում իհարկե Մովսես Խորենացու պատմության եւ աշխարհագրության հիման վրա համեմատելով դրանք արաբական, ասորական, հունական աղբյուրներում պարսկական եղած ուրեմն փաստերի աշխարհագրական տեղեկությունների պատմական տվյալների հետ։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ 9-րդ դարի հեղինակ համարելով Մարկվարտը մեծ հարգանք էր ստացում Խորենացու եւ նրա աշխատության նկատմամբ։ Այլև վերաբերմունքը Թումանովի, Թոմսոնի եւ մյուսների դեպքում, երբ որ նրանք ուրեմն 9-րդ, 8-րդ դարի հեղինակ համարելով հանդերձ նրա ամբողջ պատմությունը դուրս էին բերում իբրև 8-9-րդ դարում ապրած ինչ որ անհայտ վանականի կեղծագրություն, որպեսզի դրանով վարկաբեկեն ոչ միայն հեղինակին, այլև նրա ամբողջ պատմությունը դուրս բերեն իբրև խարդախում, իբրև կեղծագրություն եւ վերջնականապես զրկեն որևէ պատմական արժեքից։ Նույն վերաբերմունքը կա նաև Եղիշեի նկատմամբ, երբ որ նրան այսօր էլ ամերիկյան համալսարաններում դասավանդվող այդ երկաթորյակում Եղիշեն ներկայացվում է որպես 7-րդ դարի կեղծարար, որը Ղազար Փարպեցու պատմության հիման վրա կեղծ Վարդանանց պատմություն է գրել եւ իրեն ներկայացնում է 451 թվականի Վարդանանց ապստամբության մասնակից եւ ականատես։ Բայց ասեմ, որ ես կարողացա օտար աղբյուրներում ցույց տալ մի առմի բոլոր այն փաստերի հերքումը, որոնցով վերջնականապես կարծես թե այն փաստարկները, որոնք առաջ են քաշվում Խորենացուն իբրև մեղադրանք, հիմնավորապես հերքվում են։ Ես մի քիչ առաջ խոսեցի պարսիկների արշավանքի մասին դեպի Բյութանիա եւ Կոստանդնուպոլսի տարածքը գրավելու այդ փաստը, որը կա Մովսես Խորենացու պատմության մեջ։ 4-րդ դարի լատին հեղինակ Ամյանոս Մարկելիոնոսի հռոմեական պատմության մեջ լատիներեն ես ցույց տվեցի հենց այն փաստը, որի մասին Մովսես Խորենացին խոսում է։ Նա ասում է, որ Շապուհ երկրորդը արշավեց եւ իր զորքով հասավ մինչև Պրոպոնտիայի ափերը, մինչև Պրոպոնտիան դա այսօրվա մեծանոթ Մարմարա ծովն է, մինչև Բոսֆոր։ Սա մոտավորապես տեղի է ունեցել 338-340 թվականներին։ Սա հենց այն փաստն է, որի մասին խոսում է Մովսես Խորենացին։ Եվ սա պետք է ասեմ, այսիմ ցույց տված փաստը նորություն է ոչ միայն եվրոպական պատմագիտության մեջ, ոչ միայն մեր պատմագիտության համար, այլև նույնիսկ Իրանի պատմության համար է նորություն, որը արկա է ըստ էության 4-րդ դարի լատին հեղինակի հռոմեական պատմության մեջ։ Սա այնպիսի փաստարկ է, որի նկատմամբ որևէ մեկը չնչին անգամ առարկություն այլևս չի կարող անել եւ պատահական չէ, որ անցյալ տարի, երբ որ Թոմսոնը հրատարակեց իր անգլերեն այդ թարգմանության 3-րդ հրատարակությունը, վերահրատարակեց, այնտեղ իր այդ տվյալ գրքի եւ տողատակում եւ մատենագրական ցանկում երկու անգամ հիշում է իմ 1990 թվականին հրատարակած պատմաբանասիրական հանդիսում հրատարակած հոդվածը, որտեղ է գտնվել Մովսես Խորենացու Բյութանյան վերնագրով, եւ նա այս փաստը ըստեյության համարում է ավարտած եւ ինքը կարծես թե հաշտվում է այս մտքի հետ, որ իսկապես բերված է որոշակի ապացույց։ Ես կարծում եմ, որ այս գրքին Մովսես Խորենացու դարը աշխատությանը ծանոթանալուց հետո նա հերթով բոլոր մնացած առարկությունները պետք է որ հանի եւ նաեւ մյուս հակահայ տենդենցով տարապող եվրոպացի եւ նույնիսկ հայ հեղինակները, որտեղ մենք հեղինակներ ունենք, հայ հեղինակներ Ամերիկայում, որոնք
նույնն են ասում եւ ավելի հանդգնորեն եւ ավելի անամոթ ձևով, ինչպես Ռոլանդ Գրիգորյանը եւ նմանները։ Այդպիսի փաստեր, ինչպես օրինակ 4 հայքերի առեղծվածը Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ ծավալուն գլխում ես ցույց եմ տալիս։ Հիմնավոր հերքումը այդ փաստի ես ցույց եմ տվել Մովսես Խորենացու մի ձեռագրում, որը պահպանվում է այսօր Մատենադարանում, որտեղ այդ 4-րդ հայքը այդ մեջ բերվող գլխում այդ ձեռագրում 4-րդ հայք հիշատակությունը չկա եւ սա լավագույն ապացույցն է, որ բնագրում իսկական սկզբնագրում 4-րդ հայքը չի եղել եւ մի շարք այդպիսի փաստեր ցույց եմ տալիս նաեւ մյուս հատվածներում կապված 4-րդ հայքի հիշատակման հետ այնպես որ ես օրինակ չէի ասի թե փաստերը հնարովի էին կամ կեղծիքի տեղիք կար եւ այլն այդ հայագետների կողմից եվրոպացի նույնիսկ հայագետների կողմից ասում եմ աշխարհագրական պատմական փաստարկներն այնքան զորեղ էին որ այնպիսի գիգանտ հայոց պատմության ինչպիսին էր Նիկողայոս Ադոնցը նույնիսկ Ադոնցը այդ հարցի լուծումը չգտնելով հակված էր արդեն այն կարծիքին, որ Խորենացին ապրել է 6-րդ դարից հետո մինչև 8-րդ դարը։ Այնպես որ ես կարծում եմ, թե այստեղ կարևորը հիմա այն է, որ ի վերջո գտնվում են եւ գտնվել են հարցի պատմական, բանասիրական եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքական վերջնական լուծումները, որոնք այլևս ինձ թվում է, թե չպետք է որևէ առարկության հանդիպեն նույնիսկ ամենաբծախնդիր եւ ամենատենդենցիոս եվրոպացի եւ վայ ազգակից մեր հայագետների կողմից։ Պարոն Մուշեղյան, Ակունք ռադիոհանդեսի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս չափազանց կարևոր աշխատության համար։ Սա հստակ պատասխան է նաեւ օվկիանոսից այն կողմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1997 թվականին հրատարակված հայ ժողովրդի պատմությունը հնից մինչև մեր օրերը երկաթոր դասագրքի, որի շուրջ 2 տասնյակ հեղինակները շուրջ 20 տասնամյակ գրել ու փորձել են իրենց համբավավոր խմբագրի հետ հիմնավորել, որ հայ ժողովուրդը եկվոր է հայկական լեռնաշխարհում, որ Խորենացու հայոց պատմությունը գիտական արժանահավատ աղբյուր չէ, որ հայկական մշակույթը պարթևածին է կամ բյուզանդացին, եւ այլն, եւ այլն։ Կարծում եմ, ձեր փաստարկներին ծանոթանալուց հետո իրեն քիչ թե շատ գիտնական համարող որևէ ոք դժվար թե կարողանա գրիչ առնել ու միանալ Խորենացու ճակերտավոր ընդդիմախոսներին։ Դուք բոլորին զրկել եք դրա իրավունքից։ Շնորհակալություն պայքարի, գիտական բանավեճի ձեր որդեգրած եղանակի եւ արդյունքի համար։ Ակունք ռադիոհանդեսի անունից Ներեցեք ես մի բան ուզում եի հիշեցնել, այն 1500 ուսանողներ, որոնք այս տարվա հունվարին հատկապես այս գիրքը լույս տեսնելուց հետո դիմեցին Հայաստանի Հանրապետության նախագահին ամերիկյան բարձրագույն հաստատություններում դասավանդող այդ երկաթորյակի դեմ բողոքելով։ Նրանք բերում են նաև այն փաստը, որի իբրև թե հայ անունը գոյություն չի ունեցել հայկական բարձրավանդակում։ Ուրեմն բերում են վկայություններ թուրքական հեղինակներից, որ հայ անունը ինքը շինծու է, հայ անունը չի եղել այս բարձրավանդակում, եղել են արմեններ, որոնք եկվոր են եւ այլն։ Այս աշխատության մեջ ես բերել եմ Էբլայի արձանագրություններից այնպիսի նմուշներ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես, ասենք, Հուտիմու քաղաքից հայ անունով մեկը եկավ այսինչ տեղը կերպաս առնելու։ Արմի քաղաքից հայ անունով մեկը եկավ այսինչ քաղաքից։ Դա հայ անվան առաջին հնագույն հիշատակություններն են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Այնպես որ այս աշխատությունը նաև այդ տեսակետից անհերքելի ապացույց է այն բանի, որ հայ անունը եղել է հազարամյակներ հայկական լեռնաշխարհում եւ այնպիսի հեղինակներ, վայ հեղինակներ, ինչպես Ռոլանդ Գրիգորյանը, որը ըստ էության ջուր է լցնում թուրքական ջրաղացին, այլևս որևէ հիմք չունեն իրենց այդ փծուն տեսակետները առաջ տանելու համար։
Պարոն Մուշեղյան, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս անչափ կարևոր աշխատության համար եւ Ակունք ռադիոհանդեսի անունից մաղթում ձեզ ամենայն բարիք։ Շնորհակալություն հրավերի համար նույնպես։ Սիրելի հայրենակիցներ, մեր ձայնասրահում էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը։ Ակունք ռադիոհանդեսին ուղղված ձեր հարցադրումները, առաջարկությունները եւ ցանկությունները, ինչպես միշտ, կարող եք հայտնել մեզ մեր մշտական հեռախոսահամարով 54 88 70